Այսպես Հայաստանի հեռավոր մի գյուղից է սկսվում փոքրիկ Գուրգենի առաջին ուղևորությունը դեպի Երևան։ Եկավ։ Բարև Գրիշա ջան։ Բարև Գրիշա ջան։ Ուր ես գնում, Ղափան։ Չէ, Երևան։ Գուրգենին ուզում եմ մի լավ բժիշկի ցույց տալ։ Ո Երևան չես գա։ Հա, նստեք։ Բայց Ղափանում մի քիչ մնալու է, գործ ունեմ։ Լավ, ոչինչ։ Օրի բալիկա։ Աբա մի քանի Գուրգեն ջան։ Ահա։ Եվ այսպես գործը սկսվեց։ Քնիչքով տարվեցին ու հայրը մոռացավ որդուն, մոռացավ բժշկին, մոռացավ Երևանը։ Երկու շիշ օղի։ Լավ։ Խմում են ու մաղթում ես սպասել այս հանդիպումից։ Հայրը չդիմացավ, մնաց։ Իսկ որդին, փոքրիկ Գուրգենը։ Կարգա։ Հա։ Գնանք դու արդեն ուշ է։ Հա, գնանք։ Ահա, նստեք, շուտարեք ստապում եմ։ Հա, տեղավորվեցիք։ Գնացիք։ Ուր ես գնում, չես տեսնում իսկական ճանապարհը։ Գոնե քնեիր, հանգստանայիր, հետո ճանապարհ դարձնեիր։ Այմա, չես կարող ուղիղ ճանապարհով գցես, այս որտեղ պետք է կանգնացեք։ Լավ ընկերներ, ցալվեցի։ Մի վախեցեք, ամեն ինչ կարգին կլինի։ Ահա եւ Երևանը։ Հանգստից հետո միայն նա բարեհաջող տեղ հասավ։ Հասանք, բայց մեծ փորձանքից փրծանք համազատեք, շիրասեր ազատեք։ Իչեք։ Կամոս։ Որտեղից եք գալիս։
Ապա ձեր տալոնը։ Լավ, հիմա ինչ է եղել, որ երկար ճանապարհ էին գալիս, խնդրեցին վերցի։ Մեղք էին էլի։ Առաջին անգամ նախազգուշացնում ենք ինգերվարոր, բեռնատար մեքենայով ուղևորներ վերցնելու համար։ Այդ տղա դու ըստ է։ Այդ տեսեմ այդ։ Լավ, Վանչկա։ Ինչ է, դու առաջին անգամն ես քաղաքում։ Այո, բա իմ հայրիկն ուր մնար, չէ որ նա… Մի մտածի, նա ուրիշ մեքենայով կգա կհասնի։ Դու մնա այստեղ, ես մեքենայի դառը թափեմ գամ։ Կգնանք մեզ մոտ, պապատ մեր հասնեն գիտի։ Մայրաքաղաքի հետաքրքիր գրավիչ տեսարաններ։ Փոքրիկ Գուրգենը տարվեց դրանցով, մի պահ մոռացավ ամեն ինչ։ Ուր է իր վազում, կարող է իր ընկնել մեքենայի տակ։ Դե կորիր։ Հետաքրքրասեր անմիջական երեխա, ամեն ինչ գրավում է նրան, եւ ում չի գրավի։ Սպասեք, երիտասարդ, ինչու եք հանգարում կարգը, անմիջապես իջեք, ապա վերցրեք ձեր գցած ծխախոտը։ Ում ասես չի հմայում, կանաչ պուրակներով շրջապատված, մանուկներով լի այս գեղատեսիլ հրապարակը։ Ոչինչ, բան չի եղել, ոչինչ, բալիկ, ինչու ես արագշով։ Դպրոցական տղա ես, պիոներ ու թույլ ես տալիս, ապա անուն ազգանուն դասա, որ դպրոցումն ես տովորում։ Գրիգոր Սարգսյան, համար 64 դպրոցում։ Ինչ է պատահել, ինչ է պատահել։ Ինչու եք գրում, որ ինչ արեց իմ տղան։ Սովորել եք ամեն հիմար բանի համար պատասխանատվություն։ Քանի ես սաղ եմ, ոչ ոք իրավունք չունի իմ Գրիշիկին ասելու աչքիդ վրա ունք կա։ Իզուր եք պաշտպանում, դրանով փչացնում եք ձեր երեխային։ Իմ երեխան է, փչացնում եմ, թե ոչ դա իմ գործն է։ Սխալվում եք տիկին, կարգը խանգարողին կարգի հրավիրելը նաև ձեր գործն է, չէ որ չի չեմ մնացել երեխային վնասել։ Դուք չտեսաք, թե ինչպես էր քշում ձեր տղան, սա փողոց չէ։ Դուք ինչու եք մեջ ընկնում, ձեր ինչ գործն է։ Ինչու եք խառնում ուրիշի գործերին, իսկ դուք չհամարձակվեք միլիցիայի վրա գոռալ։ Մի սրանց տեսեք, ինձ պաշտպանելու փոխարեն միլիցիային են պաշտպանում։ Գրեք, ինչ ուզում եք, Գրիշիկ քննարկում։ Դուք դեռ պատասխան կտաք դպրոցի տնօրական խորհրդին։ Անհրաժեշտ է, անպայման անհրաժեշտ է հասարակական պարսավանքի ենթարկել նման ծնողներին, որոնք գերես տալով երեխային, նրան տանում են դեպի կործանում։ Ահա մոր երես տալու արդյունքը։ Շտաբօգնություն։ Այո, լսում եմ։ Ճանապարհը։
Ճանապարհ։ Ինչպես է որդուց վիճակը։ Թողեք գնամ նրա մոտ։ Գոնե մի րոպեով։ Չի կարելի։ Հիմա նրան դիրակապում են։ Սպասեցեք մի քանի րոպե։ Ես եմ մեղավոր։ Ես։ Իհարկե դուք եք մեղավոր, դուք գլխավորապես ծնողներդ։ Ահա եւ մյուս մեղավորը։ Շտաբեք։ Ասացեք խնդրեմ, դուք ծանոթ եք Երևանին, ինչպես կարող եմ գտնել տղայիս։ Նա Ղափանից առանց ինձ է եկել։ Չգիտեմ, հասել է թե ոչ։ Բոլորովին անծանոթ է Երևանին։ Ով գիտե։ Դուք դիմեք միլիցիայի որևէ բաժանմունքին, նրանք կգտնեն անոթ։ Երջանիկ մանկություն, լավ է ասել ստեղծը։ Հանկարծ բոլոր ավտոների արգելակները աղմկեցին, մեքենաները կանգ առան ճիշտ սպիտակ գծի առաջ, որովհետև այս փողոցով մանուկներն են շարքով անցնում։ Անմիտ համարձակություն, միթե կարելի է, սա նույնպես անպատասխանատվության հետևանք է։ Կարեն! Ինչ ես անում, Կարեն? Ինչ է իրացում, Վադի։ Հիմար! Ինչ ես անում, գիտես չէ, որ ես էլ քեզ պես թռա եւ այսօրին հասա։ Իսկ սրան ինչ կասեք։ Կարելի է։ Ընկեր պետ։ Ղափանից եմ եկել։ Երեխաս մի բեռնատար մեքենայով մենակ առանց ինձ։ Մեղավոր եմ, չգիտեմ, հասել է թե ոչ։ Շատ եմ խնդրում, հայտնեք ձեր բաժինների միջոցով 10 տարեկան Գուրգեն Կարապետյան, հագին ունի կապույտ բաճկոն, շալվարը հասարակկտորից է, գլխաբաց է, զերը սև են, գամուր, շատ եմ խնդրում։ Բոլոր պոստերն են ինձ լսում։ Այո, լսում եմ։ Գրեցեք, Գուրգեն Կարապետյան, Գանգուր մազերով, 10 տարեկան, կապույտ բաճկոնով, այո։ Երեխան իր անուշադրության պատճառով դժբախտ պատահարի կարող էր ենթարկվել։ Դարձիր։ Օրվա տպավորությունները անգամ երազում հանգիստ չեն տալիս նրան։
Փոքրիկ, ապա վեր կա։ Սիրելիս, միթե կարելի է այստեղ քնել։ Չէ՞ որ ամեն րոպե ավտոմեքենաները կարող են վտանգել քեզ։ Քերի ջան, ես գյուղից եմ եկել։ Չէի իմանում։ Կորցրել եմ հայրիկիս։ Իսկ քո անունը Գուրգեն է, Գուրգեն Կարապետյան, ճիշտ է։ Հա, քերի ջան, այդ որտեղից իմացար։ Ես եմ, հա։ Հայրիկդ մեզ մոտ է, նա էլ քեզ է փնտրում։ Եկ գնանք մեր մեքենայով։ Քաղաքացիներ, պահպանեցեք հասարակական տրանսպորտից օգտվելու կանոնները։ Բարձրացեք միայն ետևի դռնից։ Տոմսավաճառներ, տրամվայը շարժվելուց առաջ փակեցեք վագոնների դռները։ Մի րոպե։ Բարև ձեզ։ Գտնված երեխա է, միաժամանակ թող մնա ձեզ մոտ։ Ինչպես եք մալիկնել։ Վայ, պապա ջան, էլի դու խմացես, գնանք տուն։ Ոչինչ չել չլինի, անոք եղի բալիկ ջան, ավելի լավ կքշեմ։ Եվ դեռ կան նման կարծիք ունեցողներ։ Լինում է եւ այսպես, երբ ծնողը վատ օրինակ է հանդիսանում իր երեխաների համար։ Բայց քիչ մնաց վտանգ ընթարկել իր եւ իր անմեղ երեխաների կյանքը։ Սա անմիտ հանցավոր արարք է, երթևեկության կանոնների կոպիտ խախտում։ Իսկ եթե ավտոբուսի վարորդը չթեքեր իր մեքենան, ահա սահմանված արագությունը գերազանցելու հետևանքը։ Ուրեք տանում ինձ։ Առաջին անգամ ձեզ ներեցինք, բայց դուք հետևություն չարեցիք դրանից։ Իսկ հիմա եւ ձեզ վնասեցիք, եւ մեքենան շարքից հանեցիք։ Գոնե ձեր երեխաներին խղճացեք։ Երբեք, ազնիվ խոսք եմ ասում, էլ այդպիսի բան երբեք չեմ անի, ուղղակի ինքս երբեք խոսք եմ տալիս ձեզ, ուղղակի եթե սրանց դրմի որևէ բան անեմ, ինչպես ուզում եք ինձ հետ վարվեք, ուղղակի շոֆեր չունես դրկեք ինձ, ես Կարելի է, համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ընկերպես, թույլ տվեք սրտան շնորհակալություն հայտնել ձեզ եւ Երևանի միլիցիայի ամբողջ կազմին։ Ոչինչ կպատահի եւ այդպես։ Իսկ դու բալիկ ջան հույս ունեմ, որ Երևանին լավ ծանոթացար, սրանից հետո առանց հայրիկի կարող ես գալ։ Քերի ջան, պիոներական ազնիվ խոսք եմ տալիս, որ այդպիսի բաներ չեմ անի։ Ամեն օր, ամեն ժամ աճում է մեր քաղաքի երթևեկությունը, որպեսզի պատահարներ տեղի չունենան, տրադիցիոնով անց են կացվում անվտանգ երթևեկության միամսյակներ։ Օրինակելի եւ կազմակերպված երթևեկությունը անվտար աշխատանքի գրավականն է։ Մի եղեք երթևեկության կանոնները խախտող վարորդների, հետիոտների եւ փողոցներում խաղացող երեխաների նկատմամբ։ Նմաններին կարգի հրավիրելը յուրաքանչյուր քաղաքացու պատվի գործ է։